Մեծամոր պատմահնագիտական արգելոց թանգարանում միանգամից 2 հոբելյան է նշվում։ Տոնում են թանգարանի հիմնադրման 55 եւ հնավայրում պեղումների մեկնարկի 60-ամյակը։ Թանգարանի անցած ուղու եւ հնագիտական ուսումնասիրությունների արդյունքների մասին խոսում են ոլորտի մասնագետները, համոզված, որ ժամանակի կոդը թաքնված է Մեծամորում։ Մեծամորը եզակի հուշարձան է, Մերձավոր Արևելքի հին քաղաքներից մեկն է եւ 12-րդ դարից մեր թվականությունից առաջ նա արդեն իսկապես մեծ քաղաք է, միջնաբերդով եւ քաղաքային թաղամասերով եւ շատ ցանկանայի, որ այս ամենը լսեին նաեւ մեր հարևանները, որոնք չգիտես ինչու փորձում են նշել, որ Հայաստանում հին քաղաքներ չեն եղել։ 60 տարվա ընթացքում հնավայրից 30,000-ից ավելի հնագիտական առարկաներ են հայտնաբերվել, խեցեղեն աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, արտադրության համար նախատեսված կաղապարներ ու մարդաբանական նյութեր։ Դրանք ուսումնասիրվում են մինչև ԴՆԹ մակարդակ եւ կարևոր տեղեկություններ փոխանցում մեր նախնիների կյանքի տևողության, արտաքին տեսքի եւ հասակի մասին։ Հնավայրը մինչև օրս էլ շատ գաղտնիքներ է թաքցնում։ Դրանք արևերես են ելնում պեղումների միջոցով։ Շատ կարևոր են կասետական Բաբելոնի տիրակալների, եգիպտական փարավոնների կնիքները, որ հայտնաբերվել են Մեծամորում, շատ կարևոր է անագեն հսկայական քանակությունը, որ պեղվում է Մեծամորում։ Մենք մի դամբարանում 1000-ից ավելի անագից ուլունքահատիկ ունենք, իսկ անագը մեծ ռազմավարական նյութ էր հին աշխարհում։ Արժեքավոր գտածոները, որոնք զարդարում են թանգարանի ցուցափեղկերը, վկայում են բնակավայրի 5000-ամյա գոյության մասին։ Դրանք ապացույցն են հայկական բարձրավանդակի վաղ շրջանի քաղաքակրթության, նյութական մշակույթի եւ կենցաղավարության մասին։ Արշավախմբերն ամեն անգամ հողի շերտերը բացում են նոր գաղտնիքներ հայտնաբերելու ակնկալիքով։ Պատկերացրեք արշավախմբեր, որ 60 տարի շարունակ պեղել են այդ հողը ու ամեն անգամ ինչ որ ակնկալիքով, որ կգտնեն այնպիսի մի բան, որ կշարունակի նախորդ գտածոների պատմությունը։ Մեծամորի հնավայրը չի հիասթափեցրել, այսպես կարելի է ասել, որովհետև իսկապես այն ինչ որ մեր պեղող արշավախմբերի հնագետների այսպես նվիրվածությամբ պեղվել էր հողից, դրանք ունեն մեծագույն արժեք։ Արգելոց թանգարանի դռները բաց են նաև դպրոցականների առջև։ Նրանց համար այստեղ կրթական մի շարք ծրագրեր են գործում։ Արի խաղան քնագիտություն խաղի միջոցով օրինակ երեխաները տեղափոխվում են այլ քաղաքակրթական միջավայր եւ մի որոշ ժամանակ ապրում այդ շրջանի բարքերով։ Այդ պատճառով որոշել են կառուցել Կուր Արաքսյան տիպի բնակավայրեր, կացարաններ, որտեղ երեխաները արի խաղան քնագիտություն կրթական ծրագրի ժամանակ կարողանում են զգալ իրենց այդ ժամանակաշրջանի մարդկանցից մեկը, կարողանում են տեղում հենց աղորիքի միջոցով հացի ալուր ստանալ, կարողանում են սորեն աղալ եւ հետո հաց թխել։ Արի խաղանքը ներառում է նաև պեղումներ, այն իրականացվում է արհեստական պեղավայրում։ Հետաքրքիր է նաև հեքիաթ նեկանչում եւ մի շարք ուսումնական այլ ծրագրեր, որոնց միջոցով երեխան զարգացնում է խոսքը, մարզում միտքը։ Միջոցառման ամենահետաքրքիր մասը վերջում էր։ Երիտասարդ հայուհիները մեկ առ մեկ ներկայացրեցին հազարամյակների փոշուց թոթափված ոսկյա զարդերը, որոնք պեղվել են մոտ 3 տարի առաջ, բայց ներկայացվում են առաջին անգամ։ 5000-ամյա վզնոցները, կախազարդերը, մատանիներն ու ականջողերը ցուցադրությունից հետո տեղափոխվեցին թանգարանի ստորգետնյա զետեղարան եւ տեղադրվեցին հազվագյուտ մյուս զարդերի կողքին։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։